Չէ, ակնհայտ է, որ քաղաքական նպատակ է հետապնդում այս ամեն ինչ։ Այս Նիկոլ Փաշինյանը անձնական վիրավորանքի եւ սպառնալիքների հարթության մեջ սկսեց մեղադել Գագիկ Ծառուկյանին, իրեն հելու հնազանդ իրավապահ համակարգը շտապեց քրեական գործեր հարուցել։ Սովետի թվին Ստալինի ժամանակ կար 58-րդ հոդվածը, որը քաղաքական հոդված էր։ Դրանից հետո բոլոր քաղաքական հակառակորդներին հետապնդում էին քրեական հոդվածներով, որովհետև իրենց մնա պետք է ասեն դա հարկային խնդիր կա, ապօրինի արհեստացում կա, հողի, չգիտեմ, համայնքային հողի վրա մասնավոր բիզնես կառուցել կա, բայց հիմքը քաղաքական հետապնդումն է, մնացած ամեն ինչը ուղղակի անհաջող դերասանություն եւ անհաջող քողարկում է։ Պարոն Խաչատրյան, այսքան բիզնեսները այսպես ասած փակված են հիմա, սա ինչ տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի համար։ Նախ բազմաթիվ ընտանիքներ, հազարավոր ընտանիքներ զրկվում են աշխատանքից, զրկվում են եկամուտից, դա արդեն բերում է սոցիալական խնդիրներ ոչ միայն այդ ընտանիքների համար, այլ նաև ամբողջ տնտեսության համար, քան այդ մարդիկ քիչ հաց են գնում, քիչ միս են գնում, քիչ ջուր են գնում, եւ միայն իրանք չեն, նաև ընտանիքները։ Դրանից բացի կան արժեշղթաներ, եթե արժեշղթայի մի հատված չի աշխատում, օրինակ ցեմենտի գործարանը չի աշխատում, դա ունենում է անմիջական բացասական ազդեցությունը շինարարության վրա, այս շինարարությունը սրանց օրոք դարձել է տնտեսության ողնաշարը։ Եվ կա նաև բիզնես միջավայրի խնդիր, որովհետև որևէ մարդ արտասահմանցի կամ նույնիսկ տեղացի, ով ուզում է Հայաստանում բիզնես սկսի, ինքը նախորոշման համար կարող են բիզնեսը փակել, կարող են մարդուն ունեզրկել եւ այդ մարդը ոչ թե 7 անգամ, այլ 700 անգամ կմտածի մինչեւ Հայաստանում միլումա ներդնի։ Սա չափազանց բացասական ազդեցություն կարող է ունենալ։ Խոսենք նաև միջազգային արձագանքների մասին, որովհետև օրինակ Օլիմպիադանում կային մարզիկներ եւ այլ Իրանի հետ կապված դեպքերը, սա ինչ արձագանք ունենա միջազգային ասպարեզում։ Չէ, Օլիմպիադան ընդհանրապես խայտառակության գագաթնակետն է։ Եվ ստեղ կա երկու դրսևորում, չհաշված իհարկե աշխատողներին աշխատանքից զրկելը։ Առաջինը այն է, որ այո, միջազգային մարզիկներ կային, մարդիկ գալիս էին, պայմանագրային հիմքերով մարզվում էին, դա բերում էր Հայաստանի իմիջի բարձրացմանը, դա բերում էր Հայաստան գումարի ներհոսքին եւ դրանից բացի ես Օլիմպիադանում գնում էի լողին։ Ես անձամբ ինքս ուղղակի տուժող եմ այս բեսպրեդելից, այսպես ասած։ Եվ ես տեսնում էի կային հազարավոր երեխաներ, որոնք տարբեր սեկցիաների էին գնում, հարյուրավոր մեծահասակներ, ովքեր գալիս էին, լողում էին, ոչ միայն առողջ կենսակերպի հետևորդներ, այլ նաև մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն եւ իրենք օրինակ գալիս էին լողի մաքուր առողջական խնդիրների պատճառով։ Հիմա այդ մարդկանց ճակատագրի ինչ պետք է լինի։ Ամառային արձակուրդներ երեխաներին դու զրկել ես պարապմունքներին մասնակցելուց, ինչ այլ ընտրանք ես թողում։ Հեռախոս եւ փողոցի կյանք եւ դրա համար հիմա տեսնում ենք երեխաները տեսողական խնդիրներ, նյարդային խնդիրներ հեռախոսների պատճառով, կրիմինալի մասին արդեն չեմ խոսում։ Այսքան փոխանակ խրախուսես, որ երեխաները գնան սպորտով զբաղվեն, դուք ճղճիմ քաղաքական նպատակներից ելնելով այդ երեխեքին գցում ես փողոց, կապում ես հեռախոսի, սա այս իշխանությունների էությունն է։ Քաղաքական վրեժխնդրություն առանց հետևանքների մասին ընդհանրապես հոգալը։ Իրանցիների հետ կապված խնդիրը, ինչ է կարծում սա ինչ հետևանքներ կունենա։ Ի նկատի ունեք այդ իրանցուն, որը բողոքել է, այստեղ էլ արդեն միջպետական հարաբերությունների խնդիր է առաջանում։ Սա կարծում եք, որ կազդի ամեն դեպքում բիզնես շահերի վրա։ Չէ, բիզնեսի վրա ամեն դեպքում ազդի, ես էլ եմ ասում, մարդը ներդրում է կատարել, չէ, ձեռնարկություն է ստեղծել, գործարան է բացել եւ հիմա քաղաքական նպատակներից ելնելով դու բիզնեսը ձեռքից խլում ես։ Այդ դեպքում այլ մեկը հայաստանցի, սփյուռքահայ, արտասահմանցի, ինքը մի լումա, մի ցենտ ներդնելուց առաջ մտածում է ինչ պետությունում է ինքն է պատասխանում ներդրում կատարել։ Պետություն, որտեղ պետության ղեկավարի, կառավարության ղեկավարի քաղաքական քմաճույքի հագուրդ տալու համար իրավապահ մարմինները գնում են մարդկանց ունեզրկման։ Այս դեպքում դուք, որ գումար ունենայիք, ներդրում կանեիք նման երկրում։ Իհարկե ոչ, իհարկե ոչ։
Սա խայտարակություն է, կրկնում եմ, քաղաքական մերկանտիլ շահերից ելնելով հարված է ասվում պետության իմիջին, պետության հեղինակությանը եւ նաեւ հասարակության եւ տնտեսության։ Աններելի է, անընդունելի է նման։